Մարտին։ Հրաչ։ Ինչ նորություն կա։ Մի քիչ sense բան նորություն ասեմ։ Հա, պետք է ասեի բան, չէ՞։ Կա նորություն իրականում։ Լիլի Կոլինսը սպեշալից շատ տրենդի մեջ է, չէ՞, իր այդ Էմիլին Փերիզի, հա, ինձ թվում է ինքը այնքան այդ պերսոնաժի մեջ ֆրֆրած, որ արդյունքում Imagine Entertainment-ը իրան cast արել առանց ռեժիսորի դերևս, որ ինքը խաղա Օդրի Հեբբերնին 1961 թվականի, եթե թիվը ճիշտ եմ ասում, Breakfast and Tiffany նկարահանման շրջանում այտենց ինչ որ ֆիլմ են ուզում նկարահանել։ Ջուդի բանով, հա։ Այդ ձևի, հա, նու չէ, լավ, Ջուդին ինքը արդեն մեծ հասակի իր դրամաներ ընթացքն է ու հիմնականում մեծ ժամանակաշրջանը, հա, հենց այդ ժամանակն են ուզում անեն։ Նկարբան եմ տեսել, այտենց բավականին համապատասխանում է, ոնց որ նման է։ Դե դեմքը բավականին, հա, կարան նմանացնեն, այտենց няշկա ինչ որ վիճակներ են փորձում ստանալ, այտենց։ Եվ Լիլի Կոլինսը լինելու է Օդրի Հեբբերն, Օբրի էի ուզում ասել։ Օբրի Պլազայի դերում։ Օդրի Հեբբերնի դերում։ Դա դե Էմիլին Փերիզը չեմ նայել, բայց դե հա, սաղ է տաֆռում։ Ես էլ չեմ նայել իրականում, լիքը բաներ եմ լսել, բայց այտենց չգիտեմ։ Ես Լիլի Կոլինսին մենակ մի հատ վիդեո եմ ֆուլ տեսել ու շատ է դուրս եկել բանը Տոլի Ֆելոնի Տոլի Կիմլի մոտ and wannabe-na lip-sync անում։ Հա, what you want հա, դա գիտեմ ես շատ լավ վիդեո է։ Իրանից որպես ֆիլմ որ նայել եմ ու դուրս եկել է, ինձ հիշում է Blind Side-ն ինձ թվում է, բանը որ Օսկար ստացավ, Սանդրա Բուլոկը որ Օսկար ստացավ, այդ իր աղջիկը, այդ ֆիլմում իր աղջիկն է։ Հա, ինձ թվում է այդ ֆիլմում ինքը իր աղջիկներ ու լավ փոքր էր դեռ։ Տենց է ինքը եկե սենց ասած, հետագայում արդեն դառել է իմիկվա հայտնի դերասանուհին։ Չգիտեմ ճիշտ է թե չէ, բայց Instagram կոմենտներից մեկում գրել էին որ Ֆիլ Կոլինզի աղջիկն է, ճիշտ է։ Ֆիլ Կոլինզի։ Another Day in Paradise։ Կամել է դի, հա։ Մալսում ենք այդ երգը մեր ընկերներից մեկի շնորհիվ։ Նկարը դնենք մեր ընկերներից մեկ։ Այսօր իրիկունը հավաքում հուսանք կգա։ Այո, հուսանք կգա։ Այս եթե չես եկե, դու գիտես որ չես ավերամերվում։ Ֆիլ Կոլինզի երգերը ջնջեմ մոտիցս։ Տենց։ Ես էլ նորությունն եմ, իրականում երկու նորություն ունեմ փոքր։ Առաջինը շատ փոքր է, այդ դերն է, որ չգիտես մինչև հիմա Spider-Man-ի տրեյլերը չունենք, Brand New Day, բայց մնաց 4 ամիս մինչև պրեմիերան։ Ու ոնց որ ասում են մարտի 20-ն են դրել թե ինչ, դες մոտ ապագայում պիտի լինի։ Ոնց հետաքրքիր է, ոնց որ տենց լավ ինչ որ ծանր բան են ու փորձը նկարեն, տեսնենք։ Ու երկրորդ մի քիչ ավելի մասշտաբային կամ չգիտեմ, նու մի խոսքով էլի նույն վսիլենայից նորիցակի շուրջ, այնա որ Avengers Doomsday, դե գիտենք որ Avengers Doomsday-ությունը նույն օրում են դուրս գալու։ Դեկտեմբերի 18, насколько я знаю։ Հա, կարող է, այդ տեղի 5 շաբթին պետք է գտնենք։ Օսկար ռիլիզ են էլի երկուսն է, հատկապես Avengers Doomsday-ը։ Դե իսկ թվում է բան, գրաֆիկ դա շատ բան կարա մասնակցի, հա։ Մի խոսքով ոնց որ Barbenheimer-ներ, տենց էսի բանն է լինելու, ոնց էին ասում Doomsday, հա, Doomsday։ Այո։ Այտենց ու ինչն է հետաքրքիր, որ IMAX theatrical release-ը opening weekend-ում, այսինքն առաջին այդ 4 օրում, որ ինքը լինելու է կինոթատրոնում, ամբողջությամբ US-ում տվել են Ձյունային ու Avengers-ը առաջի շաբաթը Ամերիկայում IMAX release չի ունենալու։ Բայց հետաքրքիր նորություն է, չէ՞, իրականում, ասենց շատ գլոբալ ու շատ զարմանալի էլի, ասենք ռուսոները ոնց չեն գժվել։ Դե ինձ թվում է գիտես ինչ բա, կարող են դե շատ շուտ են օրինակ բրոնյա արել կոպիտ ասած, այսինքն դե Ձյունա 3-ը նոյի թվից գիտենք որ լինելու է, կարող է իրանք համարյա մի անգամից, հա ոնց որ դաշը հետաձգ են, կարող է իրանք մի անգամից բան են արել, իպը սաղ մերն է, ու էսի որ հայտնվեց արդեն Ինչ հետաքրքիր է որ մեկը մյուսից չվախեցավ, չէ՞, այդ բանից։ Լսի դե ինձ թվում է մարդիկ համ են, ես օրինակ հաստատ համ եմ գնալու համ են։ Դե պարզ է, բայց հետաքրքիր է կունենա թե չէ, էլի ինչ որ ազդեցություն, ում վրա վատ ազդեցություն կունենա, ում վրա լավ ազդեցություն կունենա, երկուսն էլ։ Դե որպես ֆիլմ թվում է թե Ձյունան ավելի ուժեղ լինելու, բայց Ինչ իմանաս, ես вообще վստահ չեմ, օրինակ առաջի Ձյունան արդյոք առաջի Avengers-ից շատ է դուրս եկել, ինձ թվում է չէ։ Ստացվում է, էսի նկարելու է, էսի արդեն դե բարձա նկարել է, թողարկելու է ու անցնելու է Ջեյմս Բոնդի։ Երևի, հա։ Դե չգիտեմ ոնց է ստորին ուզում վերջացնի, ես վերջս երրորդ գիրքը վերջացրեցի ու որոշեցի, որ այլ առաջ չեմ գնալու, արդեն երրորդ գիրքն էր ներվերիս ազդում, ահա որ
Ինձ թվում է միքս է լինելու այս ձյունի երկրորդ մասը, երկրորդ ու երրորդ գրքերի, ինձ չի թվում է դեպի 4-րդ կգնա, ընդ ապշե ինձ թվում է, դե ինչ որ 5000 տարի հետո է, չգիտեմ ինչ է 4-րդ գիրքը, բայց շարունակությունն է, էլի։ Ձեծի ձյունին դա թե Ձեծի ձյունի երրորդն է, այն մյուսը կարծեմ Բոգ իմպերատոր ձյունի է, թե sense ինչ-որ բան։ Խարկոնեն կա, այդ բառը շատ եմ սիրում դրա համար։ Դե սփոյլեր չանեմ։ Ես պրոստը Խարկոնեն բառն եմ ուզում ասել։ Վլադիմիր Խարկոնեն։ Բան ֆինի ազգանունը լինի, չէ՞ ոնց որ։ Աննե Վլադիմիր Լիտմանեն։ Всё, այդ հետաքրքիր հարցի շուրջ ես շատ excited եմ այդ ամենի շուրջ, թե ինչ կլինի եւ այլն։ Մի քիչ ավելի ֆեստիվալային վիճակի նորություն հայտնեմ։ Eddie Redmayne-ը պրոդյուսը անելու ու նկարահանվելու է Հիրոկազու Կորեյդայի, այն մեր Կորեյդայի, հույս ունեմ ում որ սա ուղղված էր ինքը կնայի եւ կջոգի։ Հասկանա։ Մոռացած է կլինի։ Կորեյդայի դե իրան գիտենք են Shoplifters եւ այլն կաննի փառատոն եւ այն շատ ուժեղ ռեժիսոր է, իրա շատ մի 10 ֆիլմ նայել եմ հաստատ։ Իրա նոր անգլերեն ֆիլմում, որը լինելու է Searchlight-ում։ Թվում է թե Օսկարային ֆիլմ է լինելու։ Eddie Redmayne-ն էլ Երբ է նկարում։ Նոր in development հա եւ այլն, հա, վերնագիր էլ չունի ֆիլմը դեռ, բայց Searchlight-ը այդ անելու է ու ռեժիսորը լինելու է Հիրոկազու Կորեյդան։ Ինչ թվում է հետաքրքիր պրոյեկտ։ Հույս ունեմ Օսկարային ինչ որ բան։ Դե Eddie Redmayne-ը Eddie Redmayne-ը դե հա, Կորեյդան եւ Redmayne-ը եւ Redmayne-ը Սպալնյատկան են։ Հա, հուսանք Սպալնյատկան։ Սպալնյատկան են, այո։ Շարունակում ենք հայկական ֆիլմերի, ընթացիկ ֆիլմերի քննարկումների շարքը։ Պրոհայ ենք դառը։ Պրոհայ ենք դառը։ Ինձ թվում է այս պահին սա երևի վերջի ֆիլմը կլինի։ Չնայած ով գիտի ինչ ռիլիզ կլինի մոտակայքում։ Ես գիտեմ ֆիլմ, որը գարնան ապրիլին հելնելու է, ամենայն հավանականությամբ համապատասխանելու է մեր այս ինչին, այո։ Խոսանք Զոնտիկա կոչվում, ինձ թվում է ինչ որ Նաիրա Աբգարյանն է թե չէ, ինչ որ ժամանակին ինչ որ գողություն ա եղել Հայաստանում, ինչ որ տենց զոնտիկներով մտե արե դուրս են եկել։ Հա, օքեյ, ու թվում է թե խոսալու ֆիլմ ա լինելու, այսպես ասած։ Շատ լավ։ Բայց այսօր մենք խոսելու ենք նոր հետաքրքիր կատակերգության մասին, որի անունն է Կրկին փորձիր։ Ես տղգել եմ try again։ Okay, let's try again։ Let's try again։ Եթե չալարեմ եմ բանը կդնենք տոնասուն։ Thank you. Let's try again։ Ձերս վարի տվի։ Let's try again ֆիլմի մասին ենք այսօր խոսելու։ Երկու բառով սինոպսիսը, ֆիլմը պատմում է ինչպես այստեղ գրված է երիտասարդ տղայի մասին, փաստորեն բոլորս դեռ երիտասարդ ենք, ես համարում եմ։ Այդպես է ստացվում, այո։ Ով սիրահարվում է ինչ-որ աստղի, որը բլոգեր է, դերասանուհի է, չգիտեմ ինչա, սիրահարվում է այդ աղջկան, իր ռիլերով հետևում է, ամբողջ իր ինֆլուենսին տիրապետում է, ու ինչ-որ պահ է գալիս, որտեղ որ ինքը հանդիպում է սատանային, ում անունն էր Սաթեն, եթե ճիշտ եմ հիշում, էլի հետաքրքիր խոդեր, ում անունն էր Սաթեն ու սատանան իրան առաջարկում է 6, բայց այնտեղ տարգովլայի արդյունքում ոնց որ թե դառնում է 7, բայց մեկը կորցնում է, թե չի կորցնում։ Չէ, ոնց որ չի կորցնում։ Քննարկման ընթացքում կհասկանանք կորցրեց թե չէ։ Այդպես 7 ցանկություն, այդ 7 ցանկությունները այդ տղեն պիտի պահի ու դե բնականաբար քանի որ ֆիլմի սկիզբում ասում եմ որ մեկին սիրահարվել է ֆիլմի շարունակությունը, լինում է այն, որ ինքը փորձում է իր ամեն երազանքով հասնել այդ աղջկան։ Հետաքրքիր է, խի օրինակ այն աղջիկ ինչ որ երազանքներ չի բան որ հասնի այստեղ 100%։ Մեր քննարկումը այսօր այսքանն է։ Հա, բավականին զարմանալիորեն ես որ գնում եմ հայկական ֆիլմ նայելու, դե ոնց ենք չէ լինում, որ գնում ենք հայկական ֆիլմ նայելու,
Իսկ նստում ենք ասում ենք ինչ է ամեն մի կադրը գալու է այս ինչ է նկարած սրանից մի երկու ամիս առաջ մի ֆիլմ նայել էի թե մի ամիս առաջ այն որ անտանելի էր ուղղակի անուն չբարձրաձայնեմ եւ այլն բայց որ Արարատը չի չէ ավելի արա չնայած կարող է ավելի չէ չէ էնի ուղղակի անտանելի էր էլի այն որ sense սինեմա հուշող ոչինչ չկա էլի հիմա այս մի ֆիլմը ինձ թվում է իրան պետքա վերաբերվենք որպես ոչ նենց ինչ որ նենց ֆիլմ որ պետքա էս անի այլ ինք ուղղակի տրամադրություն բարձրացնի ես երբ նայում եմ հայկական ֆիլմ ես զայրանում եմ ջղայնանում եմ գժվում եմ ընթացքում բայց անցյալի եթերում ասում էիր որ դու միշտ գնում ես ուզում ես լավագույն ֆիլմը տեսնես էդի մինչև ֆիլմ դա երբ որ նայում եմ ֆիլմը sense արդեն տենց եմ դառնում բայց հիմա դու էլ տեսած կլինես ես ինքն ենք նայում ու իմ մաման ես բավականին խնդացել եմ այս ֆիլմի ժամանակ որովհետև իրոք կար տենց բաներ որ հնարավոր չէ չծիծաղել այսպես ասած հա իրականում կար sense ինձ թվում է կոմոտելի մոդել կար կանխատրամադրվածություն որ հա էլի դե sense չէ էլի sense գնացինք բայց sense ասեմ ես ստացա գերագույն հաճույք արդյունքում այսի ոնց որ գնանք դեպիվը քանի էլ էս սպոյլերներին չենք ասել ես իրոք շատ մեծ հաճույք ստացա հեսա որ սկսենք ընդ սկզբում մի երկու բան կար որ դուրս չեկա բայց դե բոլորս էլ հասկանում ենք որ առանց դրա հնարավոր չի միգուցե հնարավոր է բայց մի քիչ ուրիշ ավելի ձև բայց երևի դժվար է այդ մարդկանց հետ այո նու մի խոսքով շատ մեծ հաճույք ստացա շատ մեծ բարություն լիաթոք բառեր եմ օգտագործում լիաթոք հրհրում էի հայաֆիկացվել է լրիվ լիաթոք հրհրում էի լիաթոք խնդում էի ու արդյունքում չգիտեմ ասես շատ պոզիտիվ էմոցիաներով գնացի բարի էի այդ օրը գնացի կոմենտներում կարա կայֆավատ լինեք գնացի լավ էմոցիաներով բարելու ինձ զուտ արդեն ինչ որ բաներից սկսենք խոսալ չէ՞ դե ասենք որ վсё հիմա մենք երևի անդրադառնալու ենք արդեն սյուժետի ինչ որ դետալների եւ այլն դրա համար ֆիլմը գնում է կինոթատրոններում կինոթատրոնում է ինձ դեռ երկար կգնա բայց ամեն դեպքում spoiler alert այսպես սկսած ձեզ սպասվում են spoiler-ներ այսօր գնացեք նայեք վաղը եկեք մեր վիդեոն նայեք ճիշտ չի հա որպեսզի հա դե բաժանվում է 7 մասի ֆիլմը կարելի ասել 7 թե 6 մասի այդ ձևով ամեն մի երազանքը դե պատկերացրեք մի պերսոնաժ այն որ ինքը ոչ մի կերպ իր հարցերը չի կարող լուծի իսկ մենք այստեղ նշենք որ ֆիլմը ռիմեյք է ինչ որ ֆիլմի թե դրա մասին բան չանենք դե չէ խոսանք այսինքն չգիտենք officially remake է թե չէ բան ա եղած նրանից ոգեշնչված է եւ այլն որտեղ լրիվ նույնը չէր իրականում ֆիլմը թվում է թե ոգեշնչված է անհնար է նրանից ոգեշնչված չլինի որտեղ նույնն է 2000 թվականի ֆիլմ է ոնց որ 2001 Bedazzled ֆիլմը որտեղ խաղում են Բրենդոն Ֆրեյզերը այն իր այն լավ ժամանակ այն որ մումիայում էր դեր նկարվում եւ այլն ու Էլիզաբեթ Հըրլին Ասլիպլոնի ժելանիը ասեմ ամեն դեպքում է տենց ավելի հայտնի Bedazzled հա ճիշտ Ասլիպլոնի երազանքներով տենտով ցույց են տալիս մի քանի անգամ նայ ու իրական որ կինոն սկսվեց էսի ես մի անգամից չէ որտեղ sense շատ пассивում էր այդ ֆիլմը բայց sense ինչ որ սկսեց 7 երազանք ինչ որ աղջկա մասին սիրարվելու երազանքը ո՞մ ասում եմ Մարտին ես այս կինոն գիտեմ ես ընդհանրապես այս ֆիլմը չգիտեի sense ասեմ բայց ինչպես եւ շատ այդ կընտրեի ես այս ֆիլմը նայել եմ հիմա ու տենց ու sense մի շատ տարօրինակ ու հետաքրքիր միտք կարտահայտեմ ու այնտեղ բարձա ֆինանսական տեսանկյունից շատ բան ա եղել այնտեղ ավտոներ են տալի ծխում իրար եւ այլն ես վստահ չեմ որ կրկին փորձիրը ավելի լավը չէր քան Bedazzled շատ ինձ թվում է unpopular միտք եմ արտահայտում կամ չգիտեմ ես վստահ չեմ որ այս ավելի լավն էր քան մեր այս հայկականը ինձ Գարիկի խաղը իրականում դուր եկավ այն սովորական մարդու են այսինքն ինքն էս չէր արած ոնց որ Բրենդոն Ֆրեյզերներ այնտեղ ինքը շատ sense clumsy ոնց է հայերեն բան Ոբշեմ որ ամեն ինչ գցում նյուկլյուժի հա այդպես պերսոնաժը միշտ ծիծաղում անկապ նրան ներվայնացնում է Գարիկի պերսոնաժը այդ ձևի չէր ու ինքը շատ սովորական էր խաղում սովորական դվայնման էր խաղում կենթանիներ էր սիրում ինչ ինձ թվում ավելի դուր եկավ ինչ որ տեր արած քան դեղա կենթանիներ սիրող տենց պերսոնաժ երով տենց շունիկների եւ կատուների ու խամիակի հետ ստյոպիկի հետ ընկերանում էր ու իր հետ գնում էր իր սվիդանիաներին շատ ծիծաղալու էր իրականում sense ես վստահ չեմ որ այս հայկականը ավելի լավը չէր քանենի չէ ես համաձայն եմ ինձ թվում է այս հայկականը նո կոնկրետ այս կրկին փորձիրը
Լավ, սենց ասեմ, եթե սենց absolutely վակուումում նայենք, չգիտեմ, բայց քանի որ մենք վակուումում չենք Հայաստանում ենք, իմ կարծիքով շատ լավ էր սյուժեները ադապտացրած, լոկալիզացիան, այո, շատ լավ էր, լոկալիզացիան շատ լավ էր, շատ հասկանալի հումորներ, շատ հասկանալի իրավիճակներ, ու չկար այն տափա կապուշությունը, ինչը շատ հաճախ լինում է, այն որ շատ հաճախ կհանդիպեք նույն գարիկի նկարված շատ ֆիլմերում առաջվա նույն գարիկի նկարված, ինչը այսի մենք փորձում ենք ավելի շատ իրան կոմպլիմենտ անել, որովհետև այս ֆիլմը հստակորեն տարբերվում էր եւ Սուպերմամայից եւ Սիրո գործակցից, որը կատաստրոֆիկ ֆիլմ է, ուղղակի այս մեկը լրիվ ուրիշ ֆիլմ էր, այսպես ասած։ Միգուցե գրավականն այն է, որ սցենարի մեջ մասնակցություն ունի թե գրելա, չգիտեմ, Արի ստենդափի ընտրեն շատ լավ Վան Գրիգորյանը։ Հա, ինքը ֆիլմի ինչ որ հատվածում է, եթե ես չեմ սխալվում, իր ազգանունը կարդացել եմ սցենարիստների մեջ, այ զգացում է, որ ստեղ ինչ որ սենց մարդու մատախառը, որովհետև այն չկար, ինչ որ ես սպասում էի։ Սա շատ նորմալ գրված, զգացում է, որ այդ ծիծաղելի պահերը ավելի սենց մի քիչ ավելի խելացի մարդու համար արած, քան են զրոյական վիճակների համար, որ օй ընկավ ընդ ու ասենք մեկը գա թորով խփի մեկի մեջքին, սաղ զալը խնդա։ Այտենց բան չկար էս ֆիլմում, ինչը շատ ուրախալի է։ Հումորը շատ լավ է։ Կամ ինչ որ տղա աղջիկ համբուրվեն ու զալը ծիծաղա։ Այտենց բան չկար։ Բայց ստացի համբուր չկար։ Ստեղ չկար, իդեպ, հա, բայց կարա լիներ, որովհետև կնոջ դերում խաղում էր կինը։ Այո, կնոջ դերում վերջում էսի ամենասպոյլերն է։ Դե ինչ մանրամասն ենք, երևի արի սկսենք առաջին պատմությունից, որը որ կղզիներ, որը որ շատ խնդալու էր, ինձ տրեյլերներից թվում էր ինչ-որ Ջարեդ Լետոյի պարոդիա, բայց երևի չէ, բայց շատ խնդալու էր, հենց շատ լավ զատրավկա անում էլի սյուժետի, то есть այս տղեն մտածում է, որ իրա մոտ չի ստացվում, որտեվ ինքը չգիտեմ աղքատ տա, փող չունի, էս չունի, այն չունի, то есть ինքը իր արժեքները, որ կա այդ ոնց որ ոնց է Միկո էր ոնց որ պերսոնաժը, հստակ չեմ հիշում, սաղ իր ինչ բարոյական արժեք ունի այդ տենց կարող չի, ասում է դե փող չկա, հայտնի չեմ, էս չեմ, իսկ էս աղջկա համար հաստատ փողա պետք, հաստատ էսա պետք, հաստատ այնա պետք։ Ու հենց առաջի ցանկությունը այդ էր, որ ինքը հարուստ լինի, արդեն տառացի չեմ հիշում, ինչ որ հարուստ լինի եւ այլն։ Ու հայտնվում են բանում, ուրեմն ինքը sense հարուստ դղիան, ու sense թույն տնում տանն է ապրում, հենց առաջի կադրից այնքան խնդալու որ կայոս Կստати շատ նման էր արա տեներան էտել ասում եմ։ Էսի են երևի քիչ համընկումներից էր, հա, որ այն ֆիլմի հետ բռնել էր, դե բայց մեկը կորիզը ուրիշ էր, կորիզը ուրիշ է, բայց վիճակը նույնն է, իրար հետ են, ամուսնացած են, որովհետև էս նայեք, այստեղ Սաթենը, Սատանան, ու մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, բանա, ինքը ոնց որ ասում է, որ ուզում եմ ամուսնացած լինեմ, իրար հետ ապրենք եւ այլն, բայց մոռանում ասի, որ ուզում եմ, որ ինքն էլ ինձ սիրի, Վիկան, չէ, Վիկտորիա էր անունը, թե Վերոնիկա էր, ոնց է, ինքը բայց չի ասում ու Սաթենս էլ շատ հանգիստ այդ ֆակտորը բաց է թողում, պարզվում է, որ իր այդ ապրում են, ամուսնացած են դղյակներ եւ այլն, բայց պարզվում է, որ այս աղջիկը ուրիշի հետ է։ Հա, սիրալացա պիլոտի, դե որ փորձում են համբուրվեն չի ստացվում, արդեն այդ կասկածը հայտնվում է։ Արդեն լինում է եւ այլն, դեստեղ ամեն ինչ չասենք ուժ այդ հիմա, թե դուրս է գալին դե խանգարող հանգամանք կա եւ այլն, արդյունքում դուրս է գալիս, որ Գարիկի պերսոնաժն ասում է, որ երբ որ արդեն, չէ, այնտեղ մոռացանք ասենք, որ Սաթենը նրան մի հատ sense բան է տալիս, հենց ցանկության ընթացքում ինչ որ մի բան դուրդ հենց չգա, սխմի հետ կգաս նոր ցանկություն, ու այդ սխմումը ասում է դե չեղավ, բարձվում է, որ ինքը ինձ չէր սիրում եւ այլն, ու գալիս է ֆիլմի ամենա, բայց այնտեղ մի հատ կարևոր բան կար, որտեվ սաղ իրար հետ կապված է, այնտեղ ինչ որ բան է, հինթ է տալիս, որ ինքը այդ հինթով առաջ գնում, դա ասում է ինչ որ ինքը գեղեցիկ խոսում էր, վերտալոտի պիլոտը, գեղեցիկ խոսում էր, կարող էր նենց բառեր ասել, որ սրտիս կպնի եւ այլն, դե բնականաբար Գարիկի պերսոնաժը գալիս ասում է, ուզում եմ նենց բառեր ասող լինեմ, որ սրտին կպնի, ես ասում եմ հարց չկա։ Emotional չի էլի Սաթենի այդ Սատանա այդ մելքի պակեստներն էր ահավոր կոլաները որ բաներ անում այդ առաջի վարը երեխեքին որ փոխում էր սուպերմարկետով քայլած կոլաները տապատալի գնում որ գնողները բացեն ու կոլան թողնի դուրս իրականում այն
ֆիլմում էլ է այդպես բաներ, բայց այս սրանք ինձ ավելի էին ծիծաղացնում։ Այնտեղ մետաֆորներն է խառնում, որ ավտոները խփեն իրար։ Իրականում շատ ծիծաղալու չի։ Իսկ որ երեխեքին է փոխում, ուրեմն երազանքներից մեկի ժամանակ որ դժգոհ հետա գալի, տենում է որ այս սաթենս ինչ որ նորացին երեխեքի բաներով տեղերով փոխում է, բան ասում է, ի՞նչ ես անում, ասում է քեզ էլ ենք տենց արել։ Շատ ծիծաղալու։ Հա դե մելքի պակեսները շատ լավ։ Ասում է մեռնում եմ սենց մանր տականքությունների համար։ Բայց որ паспорт սեղանում են, որ սկսում է գորգրել, բայց ոնց եմ սիրում ես կռիվ։ Սկսում է գորգրել հաճախորդի վրա, հետո սենց իպու այսիշ լավ էր։ Ասի գժվում եմ սենց տեսարանների համար։ Դա սա քո ցանկություն։ Դա տենց։ Անցնենք Մի խոսքով, հա, ուրեմն ասում եմ, որ ուզում եմ ճարտար լեզու եւ այլն, ուստեղ առաջի ինձ զարմացրած հատվածը, այդ որ սեթինգը փոխում են, ինչ որ Հայաստան, Աշուղ, սև ու սպիտակ, վայ, ինչ ու ինքը սենց աշուղ, սենց ճարտար լեզվով ինչ որ մեկնավ պաստայաննի խոսում, ինչ անում են չեն կարում ձենը կտրեն։ Ուզում եմ լինել ռոմանտիկ։ Իս աշուղ եմ ադուն թագավոր։ Իսկ կսիրիմ։ Փորիս մեջ ցեցեր կպտտին, արքան կկանչե։ Դες ինչ որ սայատնովայական վիճակ էր հարածից տվում, նույն այդ սեթինգը շատ նման էր, երբ որ ինքը այն ֆիլմում երգում է եւ այլն, սենց ասեմ, ինձ սև ու սպիտակ կադրերը շատ դուր եկան իրական։ Հա, սիրուն էր արած։ Ես որ տենց սև ու սպիտակ եմ դեպի, միշտ լավ չի նկարած լինելու եւ այլն, բայց ասած ասեմ շատ նորմալ, ֆոկուսները լրիվ տեղը սիրուն նկարած։ Այն կադրը, որ ուշադրություն դարձրեցին, հա, ասես մի կադրը, այսպես վերևից, հա։ Շատ լավ կադր էր իրականում։ Ու բանն էլ հիմա որ նայում եմ ռետրոսպեկտիվա, այդ կակրա սենց վանի հետի սցենան, որ սենց հարթ կադր է, իրանք սենց նստած են, ընդ ինչ որ ուտում են հումոր են, ամենի շատ սենց ոնց որ լրիվ տայնի վիճերիայի, սենց պրոպորցիա։ Շատ ֆիլմերից բաներ կար վերցրած իրականում, ինչի իրավունքը լրիվ ունեն։ Այն old boy հատվածն էլ կա, որը կգնանք հա, հեսա կհասնենք։ Սենց ասեմ ժամանցի տեսանկյունից ու սենց մարդկանց ուրախացնելու ծիծաղացնելու տեսանկյունից այս սև ու սպիտակ հատվածը ուղղակի աննկարագրելի է։ Գարիկի ամեն մի ասած նախադասության ու բառի վրա ես ուղղակի այն որ սենց չես ուզում բան, չես ուզում տրվես, ասես դե լավ, բայց այնքան խնդալու է, ամեն մի բառ այնքան խնդալու է։ Ու սենց ասի ինչ որ անընդհատ այն պահը որ թակավորի հետ էս թակավորը բանը ուզում Ձենդ կտրի դե թող խոսանք։ Ինքը հա ձենս կտրեմ եւ այլն կտրեմ ու էլի չի կարում ձենը փախնելու պահին այնքան է խոսում գալի բռնում են։ Սենց ասեմ, այս հատվածը նրա հետ համեմատելով այնտեղ ինչ որ սենտիմենտալ տղա էր շատ, որ ափին նստած են, սենց միշտ լավ խոսում է, հուզվում է, ուղակի ծալած ուներ են տեսարանին, հա, այնտեղ էսի շատ լավներ նրանից ես շատ գոհ եմ, սենց ասեմ։ Հա, ես էլ եմ գոհ, ու ինձ այդ սրանից մի հատ հատված էլ ասեմ ու գնանք առաջ, այն պահը որ այդ առաջի սցենան անցնում է, որ մեզ արդեն ծանոթացնում են, որ ինքը աշուղա վրա, ու այն որ այգում են։ Որ sense վազում են իրար չեն գտնում, էլի հավես էր, բայց ես ինչի իմ ամենաշատը դուր եկավ, չգիտեմ քանի հոգի նայելուց էդ իմ բռնեց թե չէ, բայց սկզբից Shape of My Heart-ն հա, սկզբից Shape of My Heart-ն եկե բայ տուն իրոք ever չես հավատում ֆիլմի վատ կողմերի մասին դեմից մոռացանք մի քիչ խոսալ, այնպես չլինի, էլի դուրս չգա որ չենք բանանում։ Կարող է վատ կողմերը վերջում ասենք, օքեյ, հա։ Բացասական նոտա վրա ավարտենք վերջում, հա։ Դե այս հատվածում այսքանը ամեն ինչ սպոյլ չանենք, ինձ թվում է, բայց դուրները շատ կգա։ Դե հաջորդի սյուժեն կարանք ինձ թվում է շատ չպատմենք, դաժե կարանք չասենք ինչ է, որ ասում է, որ ուզում եմ, որ մեզ ոչ մեկ չխանգարի։ Ես այդտեղ ասելիք ունեմ։ Հա, օքեյ, բայց շատ կարճ։ Դե լավ, ուրեմն սպոյլ հերթական, ասում է ուզում եմ որ մեզ սենց ասեմ։ Ես ուղղակի կասեմ ով կա այդ տեսարաններում, դրա համար եմ բանում։ Հա, օքեյ, հա, դրա համար էի ուզում, հասկացա ինչ ես ասելու։ Այլ լավ, հաջորդ սցենայում, հաջորդ սյուժեն կարևոր չի։ Այ ես շատ ուրախացա, երբ նայեցի հաջորդ սյուժեն։ Նույն մենակ ասենք որ նրանք տիպը իրար հետ էին, էլի ինենց էր երազանքը դասավորվել, որ իրար հետ էին եւ այլն, ու այս սեգմենտում կար իմ շատ սիրելի դերասանուհի Էրմինա Զախարովան, ում հետ ես աշխատել եմ մեր Էմմա ֆիլմի վրա ու ասում ոնց ասում անհամբեր եմ թե երբ ենք էլ իրար հետ ֆիլմ նկարելու։ Ես շատ ուրախացա որ իրան այս հատվածում տեսա, շատ լավ էր խաղում ինքը այսպես ասած եւ այլն։ Շարունակի։ Գնացինք առաջ։
Հաջորդը ամենախնդալուներից մեկը եւս էլ ինչ ասում ուզում եմ պետք է հայտնի լինեմ թե ինչ որ տենց բան լինում ասում ես հասկացա որ ավելի չէ պայտակին կտեսնում ա որ Արամ Մեմպետրի հետ է բանը ռիլա տենում որ Արամ Մեմպետրի հետ է ասում ուրեմն ես պետք է հայտնի լինեմ ու Ես ուզում եմ լինել շատ հայտնի ու շատ սիրված երգիչ Կյանքս, տամքես, կյանքս, Էսելա ահա որա ու սկսում է հաջորդը դառնում է հայտնի երգիչ ու երբ տամքես իրականում նկարահանումը հենց տեղի ա ունեցել դու ես չէ ռեսերչ արել բան արեցի փաստորեն տարվա երգ մրցանակաբաշխության շրջանակներում են նկարել այդտեղ հենց Գարիկը ելույթ ա ունեցել ու ես մտածում եմ որ ընդ դեսանց կվադրակոպտերա թռնում բան ես մտածում եմ CGI հա դե ուր դու սա չէին հավաքելու Մարզա Ամերիկայինը միած սցենա նկարել Ամերիկայում է ինչքան գիտեմ թե ստեղ ա չգիտեմ Մարզա Ամերիկա Մարզա Ամերիկա Դե կարող է լավ չգիտեմ որտեղ է չեմ պնդում բայց բանը մի խոսքով այդ սցենան նկարում են ու շատ խնդալ ասենց հելնում է դե ես հուսով եմ ամեն դեպքում իրանք սատիրա են դա որպես ներկայացրել որովհետև ինքդ ես երկել այս տեսել եմ հա գիտեմ ասած սցենա որ այդ մոտեցումը այդ պերսոնաժին սատիրա էր որովհետև իչքան ունենք այտենց անհասկանալի երգիչներ ովքեր երաժշտության հետ իմ կարծիքով կներեք թող ինձ գան տպեն բայց իմ կարծիքով ոչ մեկ չի ընդունի որ ինքը տենց հա իր անուն չեմ տա բայց իմ կարծիքով այն որ այդ մարդիկ երաժշտության հետ բացարձակ կապ չունեն էլի ասեն գնում ես միացնում ես դաժե մեր հայկական տեղական ռոքերն ես լսում ու հետո այդ էստրադան ես լսում ականջներից ուզում է ամառան գա Նեմրան ենք սիրում Ֆերվինդն ենք սիրում շատ խմբեր կան Որթան Կարմիր Նայրի թող բներեն բոլոր նրանք ում չհիշեցի սենց արագ Բամբիր այո մի խոսքով ու ինձ թվում է ու ես հուսով եմ որ դա սատիրա էր ամեն դեպքում ու շատ խնդալու էր որ հելնում ախպերս կյանքս գանձս մեռնեմ քեզ ստե բան ռեֆերենս արմուշն էլ կա բոլոր հատվածներում ֆիլմի բոլոր սեգմենտներում արմուշը կա ու միշտ ինչ որ դերով է ինքը մանր տենց բանդերով բայց շատ սենց կալարիտային է շատ ծիծաղալու է ինքը միշտ ինչ որ սենց անկյունակարային դեր ունի ամեն անկյունակարայինը ստեղ ունի ստեղ շատ կարևոր դեր արի չսպոյլենք թող նայեն մեռնեն բայց այդ սցենան շատ ու փոքր ռեֆերենս ես ու Մարտինը որ սենց հեռախոսով ենք խոսում բան intentionally մտադրված մենք էլ ենք տենց ախպերս բրատս ցավը ու տենց դվայնոյ խնդալը էր հիմա դեռ այդ գանձս չենք ասում կասենք ինչ լավ սրանից հետո կսկսենք ասել իդեպ այս բանը այն ֆիլմում արած էր այն որ ինքը շատ հայտնի գրող է Բրենդոն Ֆրեզերը տիպը շատ հայտնի գրող է ինքը տենց ու այս աղջկա հետ գնում են իրար հետ իրատուն ոնց որ եւ ստեղ ու վերջում նույն բանն լրիվ նույն բանն է լինում Արմուշին եմ ուզում անդրադառնալ ես ճիշտն ասած անկեղծ ասած իմ կյանքը նենց է դասավորվել ես տենց շատ վիտամին 32 ատամ ու նույնիսկ կարքին արտում չեմ նայ էլի կարակ որովհետեւ փոքր էր չէ դրա կարային էլի կարակ ինձ քննադատեք կոմենտներում ես կողմեմ բայց իմ համար օրինակ արմուշը տենց լավ բացահայտում էր ես վերջերս արի ստենդափի որներ են մեծ թեմայի հաղորդման Լուիզաներ չէ էլի հա Լուիզաներ ու արմուշներ ու սենց ասեմ իմ կարծիքով արմուշի այդ էներգետիկան նես չի ինչ-որ սենց խորը թույն հումորներ են բայց այդ ամբողջ իրա էներգետիկան ամբողջ իրա բանը ամբողջ այդ իրա ոնց ասեմ սամաիրոնյան նենց էր խնդեցնում ու ես այս ֆիլմում էլ զգացի որ պրոստը արմուշը նենց Յումորիստա, հա, հումորիստա, ով պրոստը հայտնվում է ու իր բառնով sense տանում է, էլի, արդեն դու պրոստ նայում ես ուզում ես խնդաս, չես ճոգում խես ուզում խնդաս։ Ու ինչն է հետաքրքիր ինքը տիպիկ հայկական արտաքին ունի, որ նայում ես sense հայ տղա է, ու ինքը sense հենց հատկապես այս ֆիլմում այնքան խառը պերսոնաժների է խաղում, շատ խառը պերսոնաժների է խաղում, մեկը մյուսին ընդհանրապես նման չեն, sense ասած, հա, sense զավեշտալի անձնավորություն է տվում, sense նայում ես ու ուրախանում ես, այսպես ասած, նո այդ ինչքանով որ մենք տեսնում ենք եւ այլն եւ այլն։ Այո, ես համաձայն եմ քո հետ, ինքը ֆիլմին շատ ուժեղ sense բան էր, ստիմուլ էր տալիս, էլի sense թույ երկրորդային պերսոնաժը որ ամեն հայտնվելուց իսկ այն որտեղ որ աշխատում էր Գարիկ իր սովորական կյանքում, այդտեղ ինքը կենթանիների վարսահարդար էր։ Մոռացի ապա։ Էնի կոնևելի բան չի։ Էտել էր շատ ծիծաղալու ամեն անգամ մի շատ խնդալու բան էր։ Ասում նա է լինում են պուզելներ ու ավչարկ եք, ասում է պուզել ավչարկ է չի կարող Գարիկը պերսոնաժ իսկ ես ասում եմ դու տուզիկ ես։
Այո։ Դե սահուն կերպով անցնենք ինձ տեխնիկական տեսանկյունից շատ զարմացրած հատվածին, որը որ ընդ ասում եմ բրուտալ չգիտեմ ինչ, երկիչի ավարտից հետո մաքսիմալ չբրուտալ էր, բրուտալ բան չգիտեմ ինչ լինեմ։ Ուժեղ լինի, հա։ Ու միանում է, ու ինչն է միանում, Ջոն Ուիկը։ Շատ խն, բայց հալալ էր գույները բռնցրել, այդ պրիչոսկետ դրել էին, երաժշտությունը, այն ավտո այդ մուստանգ այդ իրազ նակնել էր դրած, շատ լավն է, ու սկսում է, ընդե ու ես շշմել էի իրական, որտև չէի սպասում, որ հնարավոր է, բայց ույն խարեոգրաֆիա էր դրած, այդ կռիվների խարեոգրաֆիա զարմացել էի, էլի։ Ինչու ես ինձ, ես առևանգել եմ կորպիրելի կնոջը։ Գնողը տանի որտեղ է ռոմբը։ Այն աթորի հետևում է։ Փաստորեն, արի մի հատ սենց բան ֆիքսենք երևի։ Հայաստանում եղած ռեսուրսների ու հնարավորությունների սահմանում կարում են նորմալ բաներ, այսինքն դու կաս նորմալ բայվիկ նկարես, եթե սենց խարեոգրաֆես կարում գտնես։ Հարցը մենք որ ասում ենք, դե հայկականն է, թե էսա եւ այլն, որովհետեւ հարցը նրանում չի, որ միջոցը չկա, որովհետեւ միջոցը կա։ Բայց պետք է ուղղակի խորանալու, ցանկություն ունենալու եւ ֆիլմը չնկարել են ինչ որ երրորդ կլասի մարդու համար կինոն չնկարել։ Այնպես մարդ որ ինչ է դնես, կասի էս ինչ լավ է։ Ընդհանրապես չի մտածի թե մի վարքան էս ինչ են ցույց տալիս։ Այսինքն լրիվ հնարավոր է նկարել շատ լավ։ Ոնց որ հիմնականում թվում է թե տենց չեն խորանում բան սենց, բայց սենց ասեմ, օրինակ նոր հիշեցի, մի պահ այն հովոյի հետ մի քանի կոմեդիա դուրս եկավ, այն պոկերեյեն, քայլձով, չգիտեմ ինչ, այդ մեկը արդեն չեմ տեսել, այդ քայլձով, քայլձով, հա։ Ու սենց ասեմ, բավականին նորմալ կոմեդիա, ես հիմա սենց ռետրոսպեկտ բոլորը էլի բան էին, հա, չէ, ես չեմ հավանում իրականում, հա, բայց տենց է, օքեյ, միգուցեև էլի են իմ ասած են վատ հատկանիշները կային էլի այդ ֆիլմում։ Դե հա, բայց դու հաշվեր 15 տարի առաջ էր այդ ամեն ինչը։ Դե, բայց իրանք բավականին մասշտաբային են հարցը նրան, որ իրանք լավ էլ ծախսած էր, լավ էլ բաներ արած, այսինքն նու էլի ասենք, բայց մեկան դե հումորն էլ իմ հիշելով տես տափակ չէր, եւ լավ, հիմա վերադառնալով ամեն դեպքում եկանք են եզրակացության, որ եթե օրինակ ուզենան լավ բայվիկ նկարեն, հենա 20 րոպեանոց սեգմենտ եթե կարան նկարեն usually ժամ ու կեսանոց չեն կարա։ Այստեղ կա տեսարան, որը դա ամբողջությամբ չէ, ուղղակի իր ձևով կրկնօրինակում է old boy-ի այդ կռվի տեսարանը, որ ասած կռվելով գնում առաջ, հետա գալիս, ու ինձ այնքան էս նայում եմ, ասում եմ, այո։ Բայց համ տեսարաններ արած, համ խորեոգրաֆիաներ, համ գույներներ։ Երաժշտությունները շատ նմաններ են Օսակա, եսի ինչի երաժշտության հետ, չորելի հյուրանոցում որ գնում է բանի Օսակայի կոնտինենտալ որ գնում է, դեռ նմաներ արած, ճիշտ է, վերցրած բաներ ամբողջությամբ, պասոցի, բայց նկարած է շատ լավ։ Դու իրան սատիրա ես, դու ոչ թե ոնց որ rip-off է, որտեղ դա rip-off Այսինքն թե դու լուրջ հայերեն Ջոն Ուիկ նկարեիր նույն ձևի, այդ խնդիր կլիներ, բայց էսի կարելի ասել ծաղրա պատկերներ էին։ Ինչը ծաղրա թե չծաղրա, հա օմաժ անունը դնենք, օրինակ ոնց որ նույն հաջողությամբ ասենք կարար սյուժեն նենց լեն, որ այդ 7 ցանկությունն էլ ինչ որ տարբեր կինոների ռեֆերենս աղլի են, մեկում Godfather-ում հայտնվել, մեկում Star Wars-ում, ուզում եմ ասեմ, այդ տեսանկյունից որ John Wick-ներ ես շատ ուրախացա, էլի մի բան ասեմ, ամերիկական տարբերակում Բրենդեն Ֆրեյզերը այստեղ ինքը շատ ուժեղ բասկետբոլ խաղացող է լինում, այս բանում որ տենց ուժեղ պետք է լինի, վայ, ասենց ասեմ, ընդհանրապես հետաքրքիր չէր։ Ասեմ, բա նորմալ էր, էլի սենց սովորական ինչ որ տենց բան տղա է, բայց вообще խելացի չի, մենակ հաղթելու մասին է մտածում ու այնտեղ մի քիչ անկապոտ սենց բաներ կարելի ասել, էսի ավելի գերադասելի էր ինչ որ ստեղ։ Հա, ու ավարտը իհարկե էլի շատ լավն էր։ Հա, ավարտին ինչ եղավ, դաժե չեմ հիշում նորմալ։ Դե հիմա էլի սպոյլեր, բայց ավարտում բանն է, այդ աղջկան է, ինչ է, պահել ու ինքը փրկում է էլի արմուշն է։ Հա, ու պրիտոմ բանը տաքսիս եկավ ես գնա որ Ջոն Ուիկը իրան հասնում է տաքսիս եկավ ես մտի այդան բան էսի կգտրե ասում է ինչ-որ բոմբա միացած ասում է կանաչ լարը կգտրեք ու ասում է դալտոնի ասում է բայց սա մոխրագույնն է իրոք շատ ծիծաղալի զավեշտալի էր այո դա իսկ նամեն երազանքի մեջ ինչ-որ բան կար թաքնված բան կար այս դեպքում է դեր թաքնվածը այդպես ու գալիս է փաստացի սյուժետային վերջին բանը, վերջին սեգմենտը,
Միջը վերջի սեգմենտին անցնելը, ասեմ, այդ որ ասում եմ վերջում վատ բանից խոսենք, հիմա կան խոսենք, որտեվ կապ ունի։ Ինձ ամենը չդուրեկան պահը այն էր, որ սկզբից սաղ կինո, ասենց ռեկլամ, հա, հասկանում ենք, որ երևի այլ ընտրանք չկա, սենց ասեմ, այս ֆիլմի պարագայում նես չի սուպեր նավեշի վեր, ոնց որ մեր սերիալներում այ էլի լինում սաղ սյուժետ մորալն կոֆեի բաժակ են ցույց տալի։ Իրանք կադրում կենտրոնական չէին, ուղղակի են որ հեռախոսով ճտցրեցին էդի էր ինձ ամենազայրացնողը։ Հենց որ վճարը որ հա որ ասում է QR, այդ հենց չգիտենք որ ամերյանը բան հովան, ասում է QR-ով եք վճարելու թե տերմինալով, այս մարդն ասում է ամերյայի ռեկլամա էսա լինելու։ Ես ընդհանրապես դեմ չեմ որ լինի իր ռեկլամը, բայց էդի մի քիչ շատ բաներ էլի որ սենց կռուպնի դրեցին ու դե ինձ թվում է երևի պայմանավորվածությունների ինչ որ պահ է, ինձ թվում է մեր հովանավորները ասում են որ պետք է սենց լինի ու դրա համար է տենց լինում, բայց ինչը դուրս էս հիմա կգովաբանեմ էս կոմը, առաջի 10 րոպեից հետո ոնց որ իրանք իրանց կոնտրակտը իրականացրեցին, ասի վсё, մենք հիմա մեր գործն ենք անում, էլի կային ընթացքում ռեկլամներ, բայց շատ ինտեգրված էին, հարց չկար։ Ու վերջի երազանքի ինչն է։ Շատ լավ էր էդի։ Ասում է, հա, էդի հանճար եղել։ Ասում է, ուզում եմ կյանքը լինի ոնց որ ռեկլամներում է, որ տեսել եք այն ռեկլամներ, որ sense ընտանիքներ են նստած, ասում է, ամեն ինչ լավ է իրանց մոտ sense սա։ Պապան լավ է երեխան, ասում է, մեր ապծեշկում ամեն ինչ կա։ Ամեն ինչ լավ է, այդ տենց եմ ուզում լինի, բայց զգուշացնում է սաթերն, որ նայի, ասում է, կարող է դուրը չգա։ Ու հայտնում է ռեկլամի մեջ։ Ու իրականում իջնում աշան, ողջույն հայրիկ։ Մենք այսօր ուտելու ենք, չգիտեմ, ամեն բան, դա մի 4-5 հատ ռեկլամի թեմա է մեջ, հանուն արդարության, հանուն սցենարիստների, ասենց ասեմ, փառքի, բոլոր ռեկլամները մտածած ռեկլամներ էին, որոնք իրական ապրանքանիշներ չէին, հա, հորինված էին, հա, բոլորը մտածված, բացի մի հատից, որ իրաց հովանավորներն, դա լավ մտավ մեջը իրականում, խոսքը Viva-ի մասին էր, որը շատ իսկականից շատ մտավ մեջը, հա։ Ինչն էր հետաքրքիր, այո, այնտեղ կար ինչ որ պարաշոկ էր, թե ինչ էր եւ այլն։ Հեղուկ սպիտակ հագուստների, հա։ Որ բոլորը հորինած անուններ, հենց ռեկլամն էլ բան արած, չգիտեմ, ես զարմացած էի, այսպես ասեմ։ Հա։ Դե փաստացի այս սյուժետային բաները զուտ ասենք որ ուղակի ինքը դուրս այս ռեկլամների մեջ գժվում է այսպես ասած ու ֆիլմը գնում է դեպի հանգուցալուծում թե այս մարդը այսքան երազանքներից ու ցանկություններից որ պետք է իրականանան չի իրականանում թե ու ոնց որ գնում է նրան թե ինչ է հիմա լինի ոնց է լինելու որ լավ լինի ամեն ինչ ընդ հետա գնում խանութ այդ աղջիկը էլի մտնում է իրանց խանութին հետը խոսում է բանը տեղն է ընկնում ու արդեն գնում է սաթանին համոզելու որ վсё ասում է վերջի երազանքս էլ էս ինչ էս ինչ բանն է obviously շաբլոնային կանցով կարեցին այդ որ սատանեն վայ դու այն մի հակ պայմանը որը պետք է չանեիր արեցիր բան սենց դե հա ինչ արած ինչ որ ձև պիտի մեկալ դե կամեդիա էլի չի կարա վերջում այդ բան սատանայի ռապ դառնա այդպես կինոն բրծնի ինչ որ ձև պիտի հանգուցալուծեին սենց հանգուցալուծեցին իսկ մա չգիտեմ ալտերնատիվայի մտքին էլ ոչ մի բայ չեկավ եթե անկեղծ չեմ ուզեցա մտածեմ որտեվ լրիվ պրինցիպի օքեյ օրիգինալ տարբերակումն են որ հենց ինք ինչ որ բարություն աներ այդ ժամանակ ինքը կարանալ, հա, այսինքն մենք չենք ասել թե ինչն է բանը, ստեղ նենց է որ այդ երազանքները պետք է իրականացվեր ու ինքը իր հոգին վաճառելու էր սատանային, ֆիլմում տենց է, այսինքն եթե պարզվեց, ասում է պայմանագիրը չեք կարդում էլի, ասում ասես մի այսպես պայմանագիր է, ասում այնտեղ մի հատ կետ կա, որտեղ ասում է որ եթե հանգարց ինչ որ բարություն անի պերսոնաժը փճվում է էլի էդի ու ինքը իր 7-րդ թե 6-րդ ցանկություն որտեղ առաջինում Big Mac-ը ուզում ու տենց արագ լնում է ինչ որ ինքը չի հաշվում որ այդ դուրս եկավ տենց ոչեմ դուրս եկա ինքը ասում է որ ուզում է այդ աղջիկուն որ ինքը սիրահարված է որ այդ աղջիկը երջանիկ լինի ջոգիր տենց է այսինքն անկախ իրանից էլի այ ու դե տենց ազատվում է ստեղ էլ դե ստիոպիկի հետ էր այդ ամեն ինչը կապված ու տենց ամենավերջը էլ բան չանենք ինձ թվում է կարելի է գնալ նայել եւ մի հատ հասկանալ նու բայց օրինակ էլի ստանդարտ միտք արեցին վերջում թե ում հետ է հա ինքը լինում բայց ցած ասեմ իմ դուրը եկավ ես դաժե մի քիչ սկսեցի մտածել այդ հարցի շուրջին general էլի ոնց այսինքն հա իրականում sense քեզ ասեմ
Իսկ թվում է մեր կյանքերում էլ է շատ պատահել ու շատ շատերի կյանքերում է պատահել, բան եմ ասելու, հեսա այն որ մամաներն ու պապաներն են ասում եւ այլն, շատ հաճախ են անձնավորություն ով քեզ պետք է, միշտ աչքիդ առաջ Հա, ու ալինում։ դու չես Այստեղ նկատում։ ֆրֆռում է քո շուրջը ու դու այդ չես տեսնում, ընկնում ես ինչ որ բաների հետևից, հետի հետաքրքիր հիպոթեզա, տենց են ասում։ Տենց բան կա իրականում, ու այս ֆիլմը նույնպես փորձում էին այդ ամենը ցուցադրել, ինչը իմ կարծիքով ոչ վատ ստացվել էր։ Հա, համաձայն եմ։ Դե չգիտեմ, ինչ եզրակացություն անենք, այն եզրակացությունը անենք, որ Գնան նայեն միանշանակ ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Այն եզրակացությունը անենք, որ պետք չի երազանքների հետևից ընկնել ինքնամոռաց, պետք է միշտ մտածել ինչ եք ուզում ու պետք է միշտ ուշադիր լինել բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ շրջապատում են։ Ոյ, քեսի ես պետք է ասեի։ Դու ասում ես գնացեք նայեք։ Չէ, թող գնան նայեն, էսի ֆիլմի զուտ տենց բան տեսանկյունից։ Հա, դա ինչ խոսք է, պետք է ուշադիր լինել շրջապատի նկատմամբ ու անտեղի կոնֆլիկտների մեջ չմտնել եւ անտեղի չկորցնել մարդկանց, այսպես ասած, մինչեւ շատ ուշ չլինի, այսպես ասած։ Ու շնորհակալություն հայտնենք Օյո։ անձնակազմին, որ զբաղվել է այս ֆիլմով, իրոք Ես ժամ ու կես շատ բարձր տրամադրություն եմ ունեցել։ Հա, ես սովորաբար որ ինչ որտեղ շտապում եմ, շատ բան եմ ասել փշերի Ու դու վրա, շտապում բայց էիր, ես ճիշտ է, շտապում էի, Հա։ բայց ես չէի ուզում ավարտվել, որտեղ sense ինձ զարմացնում էին ու ես անկեղծ ասած խոսքը չի գնում հին հայկական ֆիլմերի մասին, բայց ես հայկական ֆիլմ չեմ տեսել, ասենք վերջի 15-20 տարում, որը ինձ իրոք այսքան դրական էմոցիա է Լավ էր, որովհետև հեսա մի բան կասեմ ու կարողա լավ չլինի, գավառական այդ բանը չկար այս ֆիլմի մեջ, այն որ դու պետք է լինես ինտելեկտի մարդ, որ էդի լինի ու դու ծիծաղաս, այտենց բան այս ֆիլմում չկար, ինչը շատ համաձայն եմ, Մարտինը շատ սուրովի է, բայց մերսի ֆիլմի համար։ Շնորհակալ ենք։ Ով ասում։ Ես կասեմ, թե դու ասես։ Դու ասա։ Իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։